հայ-ռուսական հարաբերությունների մի փուլում եմ, որից հետո պետք է որոշում կայացվի, թե ուր են զարգանում։ Հիմա հաց Հայաստանը ԵՄ-ի հետ համագործակցելու է Ռուսաստանի դեմ։ Ամենագլխավոր խնդիրներից մեկը նաև որը կնշեմ, դա անվստահությունն է ներկայիս Հայաստանի իշխանությունների։ Որը մեկը Ռուսաստանում այդպես հանգիստ չի տալու Հայաստանը, դա անկասկած։ Հայաստանը իրոք գնում է ԵՄ։ Իմ կարծիքով Հայաստանը գնում է դեպի Թուրքիա։ Ռուսաստանում այլ կերպ է դիտարկվելու։ Ինչ կերպ։ Կամուրջների այրում, դա ինչ է։ Այո, ես չեմ կարծում, որ ռազմավարական այսպես նպատակը հրաժարվել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունից, դա օրակարգից հանվել է, հակառակը։ Կովկասյան ազդեցության վերականգնման, բանալին Ուկրաինայում է, ճիշտ եմ ասում։ Այո, որտեղ Ռուսաստանը եթե տարածաշրջանից գնում է, թողում է Հայաստանին, Հայաստանի համար դա կարող է մահացու լինի, Ռուսաստանի համար կարող է ցավոտ անհաջողություն լինի։ Առանց Ռուսաստանի պես հզոր պետության ազդեցության կարելի է փոխել իշխանություն Հայաստանում։ Հնարավոր է։ Իմ կարծիքով հնարավոր է։ Հերուն տանող բան չէ, ճիշտ եմ հասկանում, Կրեմլը ում կտա դաբրո, ներքական ուժերը, մեր ընդդիմադիր ուժերը իրենք պետք է իրենց օրակարգը առաջ տանելու։ Փաստաթղթով թե իրական դաշնակիցներ, որ հանգրվանում են հիմա հայ-ռուսական հարաբերությունները, ով է ում պետք ավելի շատ եւ արդյոք Մոսկվան ցանկանում է հեռանալ Հայաստանից եւ Հարավային Կովկասից։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր հայկական հայացք Մոսկվայից։ Ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյան, բարի գալուստ կիզակետ։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Խալաթյան, սկզբից էլ գանք, եթե դեմ չեք։ Այս փուլում իրական թե փաստաթղթային դաշնակիցներ են Հայաստանն ու Ռուսաստանը եւ ընդհանրապես հարաբերությունների այս փուլը, եթե կոնկրետ ինչպես կբնորոշեք։ Իմ կարծիքով հայ-ռուսական հարաբերությունների մի փուլում եմ, որից հետո պետք է որոշում կայացվի, թե ուր են զարգանում։ Մենք մնում ենք դաշնակիցներ, որտեղ դուք ճիշտ նշեցիք, թղթով այս պայն դաշնակիցներ ենք, բայց փաստացի լուրջ խնդիրներ կան դաշնակցային հարաբերություններում։ Մենք մնում ենք գործընկերներ, հատկապես տնտեսության ոլորտում, բայց արդեն անվտանգային ոլորտում չենք մնում, արդեն դաշնակիցներ չենք։ Երրորդ փուլը արդեն Ռուսաստանում կդասեն Հայաստանին ոչ բարեկամ երկիր։ Այդ որոշման պահն է, ճիշտ եմ ասում։ Ու օպտիկայացն է այդ որոշումը, լավ շարունակեք։ Այստեղ ավելի շատ բանն իմ կարծիքով կախված է հայկական կողմից։ Տեսեք, մենք հետևում ենք եվրոինտեգրացիայի այդ օրինագծի ընդունմանը եւ ինչ հայտարարություններ են հնչում ունակ իշխանական թևից, ես նույնիսկ չեմ ասում արմատամետային թևը, որ իբր ինքն է նախաձեռնել, չնայած բոլորին հասկանալ է, որ այն փոխկապակցված են ներկայիս իշխանություններ, նրանք ասում են այս օրինագիծը եւ ընդհանրապես Եվրոպայի հետ համագործակցությունը շատ կարևոր է նաեւ անվտանգության ոլորտում, մենք պետք է անվտանգային համակարգերում մեծենանք աշխատենք իրար հետ համագործակցենք։ Բայց այդտեղ ուրիշ հետաքրքիր բան, տեսեք, մենք դժգոհ ենք Ռուսաստանից, որ իբր նա լավ դաշնակից չէ Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ։ Բայց երբ որ լսում ենք պաշտոնատար անձանց հայտարարությունները, եվրոպական լինի ԵՄ-ի, Եվրոանձնաժողովի ղեկավարություն լինի եվրոպական առաջատար երկրների, այնտեղ ոչ մեկ չի դիտարկում Ադրբեջանին եւ Թուրքիային որպես թշնամի։ Հակառակը նրանք անընդհատ նշում են, որ ԵՄ-ի անվտանգային համակարգը, որ այս պայն կառուցվում է, որ լինելու այսպես կարելի այլ ընտրանք կամ փող լրացնող ՆԱՏՕ-ին, առաջերտին Ռուսաստանի դեմ է ուղղված։ Հիմա հաց Հայաստանը ԵՄ-ի հետ համագործակցելու է Ռուսաստանի դեմ։ Օրինակ նույն ձև ես դες կհիշեցնեմ ԱԳՆ-ի այն ժամանակվա փոխնախարար, հիմա եթե չեմ սխալվում, դեսպան է նշանակվել Պարոն Հովհաննիսյանի հայտարարությունը, որ դե այս օրինագիծը որևէ կոնկրետ քայլ իրենից չի ընդհանրում, բայց սա ուղղեց է Եվրոպական միությանը, որ մենք ուզում ենք ձեռնենք։ Հիմա տեսեք Մոսկվայից դա ոնց է դիտարկվում։ Ես կարող եմ ասեմ թե փորձագետների կարծիքը, թե տրամաբանական է։ Ուղղեց ԵՄ-ին ուզում ենք ձեր հետ լինել եւ չենք ուզում լինել ԵԱՏՄ-ում եւ Ռուսաստանում։ Ստիպված ենք ժամանակավորապես այնտեղ լինել միջև բարեհաճեն Բրյուսելից պաշտոնական հրավեր ուղարկել Հայաստանից։ Եվ այդ ամեն ինչը իր հետքն է թողում այդ երկրում հարաբերությունները։ Իհարկե նաև կա հայկական կողմից դժգոհություն, ոչ հացել, բայց ամենագլխավոր խնդիրներից մեկը նաև որը կնշեմ, դա անվստահությունն է ներկայիս Հայաստանի իշխանություններին։ Նրանց մեջ արդեն չեն տեսնում վստահելի գործընկեր եւ շատ խնդիրներ այդ դրանից է ածանցված։ Արդեն այդպեսին ենք տեսնում այս։ Մենք տեսնում ենք, որ բացի այն որ որոշման փուլ է եկել, ճիշտ եմ դες հասկանում, նաև անվստահելիություն կա։ Որոշման փուլ է եկել արդեն կարելի ասել ինքնին, որտեղ արդեն զարգացումներ բերել են դրա, որ արդեն պետք է կողմնորոշվել, թե ուր են գնում, որտեղ բոլորի համար հասկանալ է, որ ներկա փուլում ներկայիս Հայաստանի իշխանությունների հետ հարաբերությունները նույնը չեն
ինչ օրինակ նույնիսկ 5 տարի առաջ, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու ժամանակ 18-19 թվականը։ Բոլորի համար դա արդեն ուզես չես կարող չնկատես դա։ Ռուսները հիշեցնում են պարբերաբար Մոսկվան, որ իրանք մտահոգված են, այդ շեշտեցի Եվրամիության առումով, նաև Կրեմլից է գալիս, ԱԳՆ-ից, ու հիշեցնում են անընդհատ Հայաստանը, որ ԵԱՏՄ-ն տեսեք ինչ օգուտներ է տալիս եւ այլն։ Սա ինչ է նշանակում։ Նախ մեկ Փաշինյանը ձեր կարծիքով իրոք տանում է երկիրը Եվրամիություն, թե ուղղակի հայտարարում է։ Եվ Ռուսաստանը իր կողմից մի տեսակ մեծացրել է նորից հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ այս փուլում։ Ուզում են մնալ այստեղ, թե ուզում են զիջել։ Այ ինչու է այսքան վերջի շրջանում մի տեսակ ուրիշ ձև։ Չէ, այն որ հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ, որևէ մեկը Ռուսաստանում այդպես հանգիստ չի տալու Հայաստանը, դա անկասկած։ Իրենք մենք տեսնում ենք նույնիսկ ԱՄՆ-ի հետ բանակցությունները Ուկրաինայի շուրջ են գնում, ոչ միայն Ուկրաինայի, այլ փաստացի Ռուսաստանում հստակ նշում են, որ իրենց համար կարևոր է նոր այսպես խաղի կանոններ միջազգային ձևավորել, նոր համակարգ անվտանգային, որում կհաշվի կառնվեն Ռուսաստանի շահերը։ Եվ գաղտնիք չի, որ Ռուսաստանը դիտարկում է հետ խորհրդային այդ երկրների տարածքը որպես իր անվտանգության հետ անմիջապես կապված տարածաշրջան, որտեղ փաստացի դա ուղղակի չի ասում, բայց բոլորը հասկանում են, որ նա պետք է ունենա գերիշխող դիրք այդ տարածքներում։ Չի զիջելու իր շահերը ավանդական այդ գոտիներում, հա, թվում է։ Այո։ Հիմա գանք ձեր առաջի մասին։ Տեսեք, Ռուսաստանում իմ մոտ շփումներ այսպիսի տպավորություն է, մի կողմից նրանք այդ վերլուծելով ամեն ինչը հասկանում են, որ դա անիրական է Հայաստանի ԵՄ-ի հետ համագործակցությունը։ Չնայած իմ կարծիքով այնտեղ նույնպես սխալ են անում, որովհետև դուք շատ ճիշտ նկատեցիք, իսկ Հայաստանը իրոք գնում է ԵՄ։ Իմ կարծիքով Հայաստանը գնում է դեպի Թուրքիա։ ԵՄ ասելով, արևմուտք գնալով դեպի արևմուտք ասելով, իշխանությունները նկատում են մի այլ երկիր, որը մեզանից արևմուտք է գտնվում, բայց ԵՄ անդամ չէ։ Լավ, Ռուսաստանի համար դա լավ հեռանկար է։ Չէ, Ռուսաստանի համար լավ չէ, դա եմ ասում, Ռուսաստանում հաճախ ելնելով որոշ այսպես ստերեոտիպներից, որտեղ ոնց կարող են հայերը Թուրքիայի հետ միասին լինել, բայց նույն ձև նրանց մոտ այսպեսի ստերեոտիպ կար, որ որևէ Հայաստանի ղեկավար կյանքում թույլ չի տա ճանաչել Արցախ Ադրբեջանի մաս։ Նաև տնտեսական պահ, գիտեք ինչ, Ռուսաստանում անընդհատ այսպեսի մոտեցում կա, որ գործընկերների հետ քննարկում ենք, ասում հա, բայց ձեր տնտեսությունը շատ սերտ կապված է մեր տնտեսության հետ, այլընտրակ չի լինի, ուրիշ երկրների փորձը եւ այլն, ու ես դա անընդհատ հիշեցնում, ասում իսկ ինչ Ուկրաինայի տնտեսություններ քիչ կապված Ռուսաստանի հետ կամ Վրաստանի տնտեսություններ կապված, բայց երբ որ որոշում են ընդունվում քաղաքական եւ մանավանդ երբ որ այդ որոշումը հիմքում ընկած է ոչ թե քո երկրի շահերը, այլ ուժային կենտրոններից մեսիջներ, հրահանգներ, եւ որտեղ անտեսվում են այդ երկրի շահերը, քո սեփական երկրի, մենք տեսնում ենք, որ այդ երկրի իշխանությունները գնում են այդ քայլերի, նույնիսկ իրենց վնաս։ Օրինակ տեսեք, Վրաստան արևմուտք հատկապես Վրաստան ԵՄ այս հիմիկվա ճգնաժամի հիմքում ի՞նչն էր։ Պարզ է, այս վերջին ընտրությունից առաջ մի քիչ ավելի ծայրահեղակացնում էր վրացական իշխանությունը, ասում են մեզանից պարտադրում էին Ռուսաստանի դեմ պատերազմ եւ այլն, բայց հիմքը այն էր ամենասկզբից, որ ԵՄ-ն ասում էր դուք պետք է մեր նման պատժամիջոցներ ընդունեք Ռուսաստանի նկատմամբ Վրաստանի իշխանությունը բացատրում են, ասում են գիտեք ինչ, եթե այն ֆինանսական սահմանափակումները եւ այլն մենք ընդունել ենք, բայց եթե մենք ձեր այն ինչ որ դուք մեզանից պահանջում եք, եթե մենք անենք, դա մեր տնտեսության համար մահացու հարված է լինելու, իսկ իրականում Ռուսաստանի համար որևէ լուրջ հետևանք չի լինելու։ Հիմա դուք ասում եք մեզ դրդում եք ինքնասպանության, տնտեսական ինքնասպանության, հիմա հիմքում դա է, բայց նաև էլ եմ ասում, վերջին տարիներին մենք տեսնում, մինչ այդ անընդհատ իշխում էր այսպիսի կարծիք, չէ, որ տնտեսությունն է կարևորը, նրանով է բացատրվում քաղաքական այդ հարաբերությունը, բայց մենք էլ եմ ասում, նույն Ուկրաինայի, Վրաստանի, ինչու այդքան խորը գնանք, տեսեք, այս վերջի ճգնաժամը Ամերիկայի եւ Չինաստանի, ինչպիսի ընդհանուր առևտուր, ինչպիսի փոխկապակցված են տնտեսությունները, բայց հաշվի առնելով որ քաղաքական նպատակ է դրված ԱՄՆ իշխանությունների կողմից սահմանափակել Չինաստանի աճող հզորությունը, մենք տեսնում ենք, որ նույն ԱՄՆ-ն պատրաստ է գնալ քայլել, որ իր տնտեսության համար էլ վնաս, որտեղ դա պահանջում է քաղաքական շահ։ Հիմա պատրաստ է Ռուսաստան այսպես իմանալով, եթե իմանալով հանդես որ գնում ենք ձեր ասած Թուրքիա, բայց հեշտ ու հանգիստ զիջել կոպիտ եմ օգտագործում, հա, մի պարզ եմ ասում, զիջել Հայաստանն ու իր այստեղի շահերը Թուրքիային։ Դժվար է, անկախ նրանից ով է իշխանությունը։ Դե դժվար է պատասխան, որտեղ տեսեք, մի կողմից հաշվարկները Ռուսաստանի այդ իրենց հուշում է, որ դա անհնար է, նո այսպես ասած Հայաստանը չի գնա ինքնասպանության թե քաղաքական թե տնտեսական, բայց մյուս կողմից էլ եմ ասում, պատմություն ցույց տալիս, որ հաճախ
երբ որ իշխանությունը առաջնորդում են ոչ թե իրենց երկիր շահերով, այլ պատկերացումներով կամ այդպիսի քայլեր գնում են։ Եվ ստեղ ինչու է հիշատակեցի Թուրքիան, որտեղ տեսեք, եթե մենք խոսում ենք տնտեսական այսպես էքսպանսիայի մասին, ես չեմ պատկերացնում, որ ԵՄ-ն այդ հնարավորությունը ունի։ Ես նույնիսկ չեմ խորանում անվտանգային, քաղաքական հարցի մեջ։ Տնտեսական, ոչ էներգակիրներ ունեն տալու, ոչ շուկա եւ այլն։ Թուրքիա պարագայում, որը հանդես է գալու Ադրբեջանի հետ համատեղ, լրիվ այլ պատկեր է, որտեղ նույն ատոմակայանի հարցը շատ հետաքրքիր է, ինչու Հայաստանը ունենալով այս բան միայն մեկ տարբերակ, օրինակ ռուսական ատոմակայանի, իսկ ժամկետը երկարացման հին ատոմակայանի արդեն լրանում է, մենք արդեն պետք է սկսենք կառուցել նոր ատոմակայանը, որ հասցնենք մինչև այն ժամկետը վերջանալու։ Բայց չգիտես ինչու Հայաստանի իշխանությունները իբր սպասում են ամերիկյան առաջարկին։ Հիմա հարց, եթե ամերիկյան առաջարկը մի 3-4 տարի էլ չլինի, մենք գալ ենք մի իրավիճակի, որ ուզած թե չուզած անվերջ չեն կարող երկարացնել ներկայիս ատոմակայանի ժամկետը շահագործման, փակելու ենք եւ այսպեսի հարց է ծագելու։ Դե գիտեք ինչ, մենք ստիպված մեզ էլեկտրոէներգիայի դեֆիցիտ ունենք, պետք է գնել, իսկ մեզ կարող են տալ այդ էլեկտրոէներգիան միայն Թուրքիան եւ Ադրբեջանը։ Թուրքիան, որտեղ կառուցվում է, արդեն մեկ ատոմական կառուցվել է, փաստացի հիմա երկրորդն են սկսում Սինոպում կառուցելը։ Դա էլ է փող կապելու, չէ՞, որտեղ լծակներից մեկն է նաեւ էներգետիկն է։ Դա մը շատ հարցեր կան, որ այսպես հետևում ես, հասկանում ես, որ փաստացի Հայաստանը արդեն խզում է անվտանգային ոլորտում Ռուսաստանի հետ կապերը, փորձ են անում տնտեսական ոլորտում կապերը խզել, դե մեր իշխանությունը ամենից վատ է ստացում, հակառակ էֆեկտն է տալիս, բայց արդեն էներգետիկ ոլորտում տոնում ենք որոշ քայլեր, նույնիսկ իշխանություններն են բացահայտ ասում, որ ասում են դե մենք Ադրբեջանից էլ գազ կգնենք եւ այլն։ Համայնքի 9-ին Մոսկվա գնալու այդ լուրերը ինչի մասին են, ցնհալի մասին են, արարողակարգ է, թե ինչ է ուզում դրանով Փաշինյանը, եթե իրոք գնա։ Տեսեք, Փաշինյանը տեսնում է արևմուտքի մի ինչ կա, այդ ճգնաժամը ԵՄ, ԱՄՆ, իհարկե մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները ինչ հույսեր էին կապում դեմոկրատների հաղթանակի հետ, ու կշարունակվի այն համագործակցությունը, որ կար, մենք տեսնում ենք Տրամպը եկավ, որը լրիվ այլ քաղաքացիական է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը առաջինն իր իշխանության պահպանումն է։ Նա հասկանում է, որ օրինակ այս տարի Հոբելյանն է նշում 80-ամյակը հաղթանակի մեծ հայրենականում, դե շատ զգայուն թեմա է ռուսական կողմի համար եւ չգնալը արդեն լրիվ այլ կերպ է։ Օրինակ եթե անցած տարի նա գնաց ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցեց, շքերթին չմնաց, ի տարբերություն մյուս նախագահների, այս անգամ այս Հոբելյանականին, որ դուք գիտեք արդեն շատ առաջնորդներ են գնալու, նույնիսկ ԵՄ երկրների առաջնորդ Չինաստանի նախագահն է, Ռուսաստանում այլ կերպ է դիտարկվելու, ինչ կերպ։ Կամուրջների այրում, դա ինչ է։ Այո, արդեն դա գիտեք ինչ, արդեն հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ հակառուսական քաղաքականություն է վարում, բայց դա արդեն բացահայտ ոնց որ պատերազմի հայտարարություն է լինելու, որ մենք առհամարում ենք նույնիսկ այս Այսինքն կարմիր գիծ է անցնում իրենց համար։ Դա մել Նիկոլ Փաշինյանը իմ կարծիքով չի գնալու այս քայլը, որովհետև դրան հետևելու են պատասխան գործողությունները։ Գնալու է Մոսկվա, այսինքն, հա։ Չէ, դա արդեն հայտարարել է, որ գնալ է, բայց միևնույն ժամանակ ես չեմ կարծում, որ ռազմավարական այսպես նպատակը հրաժարվել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունից, դա օրակարգից հանվել է, հակառակը փորձելու են մի փոքր ավելի դանդաղ, ավելի զգույշ, որպեսզի դա չբերի ներքական խնդիրների համար, բայց հստակ գնալու են։ Տեսեք, մի կողմից նույն Նիկոլ Փաշինյանի մայիսի 9-ին Մոսկվա գնալը, Ալեն Սիմոնյանի այդ հայտարարությունը եւ այլն, մյուս կողմից տեսանք մահկում քվեարկություն։ Եւ ամենատարօրինակը այն էր, որ ԱՄՆ-ն նույնիսկ քվեարկեց դեմ այդ նախագծի, որում դատապարտվում է Ռուսաստանը, բայց ինչու Հայաստանը ԱՄՆ-ից ավելի այտենց վստահ է ուժերում եւ գնում քվեարկում է Ռուսաստանի դեմ։ Այսինքն պարզ ասենք Մոսկվա գնալը մայիսի 9-ին, եթե այսպես ձևակերպենք, ավելի շատ միտված է իր իշխանությունը ինչ որ կերպ պահպանելու, որ ներսում չխաթի, քան թե հայ-ռուսական։ Այո, չբերելու կոշտ այս պահին արձագանքի ռուսական կողմին։ Նիկոլ Փաշինյանը փորձում է իր նկատմամբ, ոչ թե Հայաստանի, ճիշտ եմ հասկանում, առաջին։ Գիտեք ինչ, հիմա գործողությունները լինելու են Հայաստանի դեմ, օրինակ տնտեսական որոշ քայլեր եւ այլն, եթե ընդունվեն։ Դա լինելու Հայաստանի դեմ, այն հույսով, որ դա կբերի իր համար խնդիրներ, որտեվ օրինակ ռուսական կողմը բացմից է հասկացել Հայաստանի իշխանություններին, օրինակ նույնիսկ եթե նայելով ԱԳՆ-ի այդ բրիֆինգներն եւ այլն, որ այսպիսի մեսեջ է գնում կարմիր գծով այսպես գնում է, որ տեսեք, եթե ձեզ թվում է դուք Արցախը հանձնեցիք անվտանգային ոլորտից մեզանից մեր օգնությունից ազատվեցիք, ճակետավոր, միևնույնն է տնտեսականը կա ու կա, չեք կարող ազատվել։ Դա Նիկոլ Փաշինյանը հասկանալով, որ դե արևմուտքն էլ է շատ խառը իրավիճակում այս պահին, նույնիսկ այդ աջակցությունը, որ նա ակնկալում է չի լինի,
որոշ հարցեր նաև Թուրքիայի հետ այս պայմանն չի կարող աշխատանքը գնում է նոր մտածելակերպ հայա ֆորմատավորելու, այսպես կարելի ասել, մեր պատմական հիշողությունը եւ այլն։ Հիմա դա ինչի կվերիկ տեսնենք, հույսով եմ չի ստացվի, բայց հստակ քայլեր մենք տեսնում ենք, չէ՞, նույնիսկ ցեղասպանության հարցում եւ այլն քայլեր են գնում, պրոադրբեջանական, պրոթուրքական, բայց այս պահին նա չի կարող կանգնել եւ հայասարակությանը ասել, որ գիտեք, ինչ մենք գնում ենք դեպի Թուրքիա։ Դա մայր Նիկոլ Փաշինյանը փորձում ավելի զգուշավոր, ավելի դանդաղ, բայց այդ ճանապարհը, որ նա այդ ճանապարհով է գնում, դա անկասկած։ Պուտինին գնալ ասել, որ գիտեք, ես չեմ խզում կապերը, դեռ չխառնեք, հա, ամեն ինչ, այսպես բայց այնտեղ հավատում են դուք, այսպես միամիտ են նստած մարդիկ։ Իհարկե ոչ, բայց Ռուսաստանում գիտեք ինչ, իրենց էլ դեռ, մի քանի անգամ ձերետել են խոսած դրա մասին։ Տեսեք, Ռուսաստանում մի մոտեցում կա, որ Ուկրաինայի պատերազմը ավարտից հետո, որը իրենց պատկասում ավարտվում է իրենց հաղթանակով, լրիվ այլ մոտեցում է լինելու տարածաշրջանում։ Հիմա նրանք էլ են դնում, որ իրենց դիրքերը տարածաշրջանում թույլատրել են։ Իրանք իհարկե համաձայն չեն, որ Հայաստանը հաճախ կացք են հնչում, որ Ռուսաստանը գնացել է տարածաշրջանում, իհարկե ոչ, բայց որ այն թույլատրել է եւ Թուրքիայի դիրքերը ուժեղացան, դա անկասկած։ Ռուսաստանում վստահ են, որ ուկրաինական կոնֆլիկտի ավարտը կբերի նրան, որ լրիվ այլ կերպ են թե Երևանում, թե Բաքվում արդեն վերաբերվելու բոլոր առաջարկներին, պրոակտիվ են լինելու, ճիշտ եմ հասկանում։ Հնարավորություն է շատ ունել։ Նաև տեսեք, Թուրքիայից է կախվածությունը կտրուկ նվազելու իրենց էներգետիկ ոլորտում արտահանման գազի, նավթի եւ այլն։ Դա համար բոլորի համար հասկանալի է, որ դե ասում են հիմա լավ թույլ է մեր դիրքերը, հետո կվերականգնենք։ Այսինքն Կովկասյան ազդեցության վերականգնման, հա, բանալին Ուկրաինայում է, ճիշտ եմ հասկանում։ Այո, որտեղ ամբողջ ռեսուրսը եւ ուշադրությունը Ռուսաստանի այդ կոնֆլիկտն, որից կապված է Ռուսաստանի ապագան, փաստացի Ռուսաստանը կարողացավ դիմանալ, չնայած մի բա նույնիսկ Հայաստանի իշխանությունները երևի շատ սխալ հաշվարկ արեցին կացելով, որ Ռուսաստանի պարտությունը ժամանակի հացը, տեսանք ոնց որ միշտ սխալվան։ Ես ցավոք սրտի մի հատ արտաքին քաղաքականության մեջ չեմ տեսել մի դեպք, որտեղ Հայաստանի իշխանությունները մեծ ճիշտ կանխագուշակում ամեն էլի ոնց է դեպքեր զարգանալու, սկսած Ուկրաինայից, վերջացած ԱՄՆ-ի ընտրությունները։ Այսինքն խաղադրույք էին արել եւ պարտվեցին կոպիտ։ Այո, փաստացի, որ շատ են Ռուսաստանում ասում, որ երևի Հայաստանի իշխանությունները շատ շուտ հավատացին Ռուսաստանի պարտությանը, որ այդպես միանգամից Ռուսաստանին դուրս մղեցին բոլոր ձևաչափերից եւ այլն եւ սկսեցին միայն արևմուտքի հետ համագործակցել։ Տեսնենք։ Հայաստանում ծայրեղ մի բան կա, հա, երկու տարբեր բառապաշար կա։ Կամ գնում ենք գուբերնիայի, կամ վիլայեթացման տարբեր, նո կա այսպիսի բան, մտայնություն, որ այն մեջտեղը չկա, կամ արդեն այնքան են սպառել երկրի ռեսուրսը, որ մեջտեղի տեղ չեն թողել արևմուտքի։ Կան նման այդպիսի, դա է երկընտրանքը, այդ դու բան էլ կա դեր կարծիքով։ Ախր խնդիրը գիտեք ինչու՞մ է։ Ես չեմ ուզում իհարկե այսպես ծայրահեղացնել գուբերնիա կամ վիլայեթ, բայց այն որ այս տարածաշրջանում երկու հիմնական խաղացողներ են, դա անկասկած։ Նաև կա Պարսկաստանը, բայց պետք է հաշվի առնել, որ Պարսկաստանը օրինակ ունի Ռուսաստանի կարիքը շատ իր համար շատ այլ կարևոր հարցում եւ երբեք այս մենք տեսնում ենք, որ չնայած շատ հարցում դժգոհ են Ռուսաստանից, Թեհրանում, բայց հաշվի առնելով որ կարիք ունեն Ռուսաստանի աջակցությանը եւ այլն, նաև հաշվի առնելով այն համագործակցությունը, որ Մոսկվայի եւ Թեհրանի մեջ գնում է, իսկ դրա ամենավառ դրսևորումը ռազմատեխնիկական համագործակցությունն է։ Եթե դու օրինակ տեսեք Պարսկաստանը Ռուսաստանից ինքնաթիռներ է գնում եւ այլն, կոծանիշներ եւ այլն, դա նշանակում է, որ դու մոտապես 20-30 տարի քո անվտանգություն շատ կարևոր հատված վստահում ես Ռուսաստանին, որտեղ այնտեղից դու պայստամասեր Պեկաստանը սպասարկում եւ այլն։ Չեմ ասում, որ մակում է Ռուսաստանը, Չինաստանը ինչ աջակցություն ցույց տալիս Պարսկաստանին, փոխում է միջնորդ։ Եվ այդ պարագայում, չնայած իմ կարծիքով Պարսկաստանի ռեսուրսները միևնույն է, սահմանափակ են ավելի քան Ռուսաստանը, Թեհրանը չի գնա մի քայլի, որը կբերի Մոսկվայի կտրուկ դժգոհությանը։ Այլ հաց, այսպես մի քիչ կոպիտ ասեմ, կարող են Մոսկվային ասել, եթե ձեզ պետք չի, մենք ավելի ակտիվ, ինչու Թուրքիային թողել, եթե ձեզ պետք չի, դուք գնում եք, այդ ավելի հավանական սցենարը, քան ասեն, չէ, մենք անտեսում ենք Մոսկվայի։ Հիմա այս տեսեք նույն ԵՄ, օրինակ Մակրոնը ամենապրոհայկական իմիջ ունեցող գործիչներ ԵՄ-ում, Ֆրանսիան, որ այդքան կապված է Հայաստանի հետ, բայց եթե չեմ ասում 1 տարի, թե 2 տարի առաջ նրան հարցազրույցներից մեկում հարցել են ինչպիսին է տեսնում Հայաստանի ապագան, ասել է Հայաստանը պետք է բուֆերային գոտի լինի։ Արևմուտքի եւ Ռուսաստանի միջեւ։ Հիմա դա լավ ճակատագիր է Հայաստանի համար ըստ բուֆեր լինելը։ Չեմ կարծում, դա լավ։ Դա մենք տեսեք, դուք ամենասկզբում մի հարց տվեցիք, որ ինչպիսին պետք է լինի Հայաստանը։
Հայաստանը պետք է իր շահերով ում համար է ավելի կարևոր։ Այո, Ռուսաստանն է մեզ ավելի պետք, թե մենք իրենց։ Այսինքն ասեմ, եթե անկեղծ պատասխան դարձի։ Իհարկե Ռուսաստանը մեր համար ավելի կարևոր է, որտեղ տեսեք, ասենց ասեմ, Ռուսաստանը եթե տարածաշրջանից գնում է, թողում է Հայաստանին, Հայաստանի համար դա կարող է մահացու լինի, Ռուսաստանի համար կարող է ցավոտ անհաջողություն լինի, եթե նա գնա նույնիսկ գնա հարավենք, բայց հենց դիվանագիտությունը նրանում է, որ դու պետք է քո կշիռը կարողանաս ավելի մեծ ցույց տալ, քան կա։ Քո կարևորությունը ավելին ցույց տաս եւ ավելին ստանաս, փոցես քո գործընկերից, մեզ չեմ ասում, տեսեք միայն Ռուսաստան, բոլորի, լինի Արևմուտք, լինի Պարսկաստան, լինի Ռուսաստան, լինի ԱՄՆ, Չինաստան, Հնդկաստան։ Այդ բանական դու չես դառնա այն ճակերտավոր գուբերնիանն է, ճիշտ եմ հասկանում։ Այո, եւ տեսեք, շատ կարևոր է, չգիտես ինչու ներկայիս իշխանությունն անընդհատ փորձում են մեզ ընտրության առաջ կանգնեցնել։ Բայց եթե քեզանից չեմ պահանջում այդ ընտրությունը, ինչու ես դու ինքնական գնում եւ մտնում այդ ընտրության առաջ։ Դա գիտեք, դա վառ։ Այսինքն որպես Մոսկվայում էլ նաև աշխատող փորձագետ դուք ունեք ուղիղ պատասխան ձեր կարծիքը։ Հնարավոր է, այսինքն ճիշտ եմ հասկանում, Ռուսաստանի հետ ունենալ նորմալ այդ ռազմավարական հարաբերություն ու չդառնալ Ռուսաստանի գուբերնիա միութենականի անդամ, կցորդ եւ այլն։ Տեսեք, վառ օրինակ։ Նայեք, վառ օրինակը բերեմ։ Առաջի, երկրորդ, երրորդ նախագահների օրոք շատ վստահելի հարաբերություն ունենք Ռուսաստանի հետ, բայց միևնույն ժամանակ շատ լավ աշխատում ենք Արևմուտքի հետ, ՆԱՏՕ-ի հետ եւ այլն, որևէ դժգոհություն կա, չէ, որտեվ հասկանում եմ, որ առաջնությունները հստակ դրված են, որ Հայաստանը չի գործելու Ռուսաստանի դեմ, բայց միևնույն ժամանակ է Հայաստանը հասկացնում է Ռուսաստանին, որ գիտեք ինչ, ես նաեւ շահերն եմ այնտեղ համագործակցում եմ։ Կարող եմ ասել երկրորդ նախագահի օրոք օրինակ տեսեք ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն Վրաստան եւ այլն, երրորդ նախագահի օրոք տեսեք անընդհատ օրինակ հիմա փորձում են ժողովրդին խաբել, ասել Ռուսաստանը մեզ կանոնացեց ընտրության առաջ, բայց չէ, հենց ԵՄ-ն էր մեզ ասում դուք պետք է անտեք կամ այս կողմ կամ այն կողմ։ Ես չգիտես ինչու, երբ որ Հայաստանը ասեց չէ, մենք գնացինք Մաքսային միություն, բայց Հայաստանը առաջարկում ասում էր եկեք գոնե նոր համաձայնագիր ստորագրենք, տնտեսական մասը դնենք մի կողմ, գոնե քաղաքական հիման։ Սկզբից ասում են ոչ, չգիտես ինչու, ստացվեց, որ դա հնարավոր է, դա ցույց է տալիս, որ դու կարող ես եւ Ռուսաստանը կամ օրինակ եւ ասում են չի, չէ։ Կամ տեսեք օրինակ նույն եթե մեր այդ գազը հոսանքի դիմաց մենք կարողացանք չէ ԱՄՆ-ին բացատրել, ասել գիտեք ինչ, հասկանում ենք, որ դուք խնդիրներ ունեք բացկացնեք, բայց եկեք մեր համար բացի հաջորդ այն դիվանագիտությունը դրանում է, որ դու կարողանում ես ոչ թե հակադարձվել, խաղալի դառնալու այդ ուժեղների կռվում, այլ քո մոտեցումները հասկանալի դարձնես, այսպես կամ այն կերպ քո շահ առաջ տանես եւ ել եմ ասում, եթե քեզ չեմ պարտադրում ընտրության առաջ գնալ, գոնե դու ինքնակամ չգնաս։ Տեսեք, նույն այդ օրինագիծը եվրոինտեգրացիայի կարող են չէ Հայաստանի իշխանությունները դնեին բանի տակ եւ չքվեարկեն օրինակ ԱԺ-ին։ Օրինակ հայակվեին, որ ասում են ժողովրդի կամքն է, հայակվեն ժողովրդի կամքը չէ։ Կամքն է, կամ օրինակ Ռոմի ստատուտը։ Քանի տարի չէր վավերացել Հայաստանը, ինչն էր խանգարում, մի քանի տարի էլ չվավերացել։ Իսկ Մոսկվայում նստած չեն հակա, ճիշտ եմ հասկանում, Կրեմլում ձեր կարծիքով չեն մտածում, թե ինչպես անենք արագ բան անենք, գուբերնիա սարքենք Հայաստանը եւ այլն։ Դե տեսեք, օրինակ բոլոր դաշնակիցների համար հապկի։ Շանս ես ասեմ, որ Ռուսաստանն էլ հաճախ այդ դժգոհությունը գնում, ինչու՞ մեր դաշնակիցները բաց այդ աջակցությունից չեն տալիս։ Մեզ ոչ մեկ չի ասում գնացեք Ուկրաինայում կռվեք, բայց օրինակ քաղաքական աջակցություն։ Բայց օրինակ տեսեք, ելեմ ասում, այդ քննարկումը կա Ռուսաստան, բայց տեսեք, օրինակ դա նույնիսկ եթե Հայաստանի թեմայից ասենք, դուք լսել եք, որ Ռուսաստանը պարտադիր օրինակ Ղազախստանին, Ղրղստանին, Տաջիկստանին կամ այլ երկրին, ասեք, գիտեք ինչ, անպայման պետք է քվեարկեք մեր օգտին, եթե դուք կանգնած չքվեարկեք մեր օգտին մակում, ձեր հանդեպ մենք պատժամիջոցներ կմտցնենք, չկա։ Այսինքն ձեռնպահ լինել իրենց բավարարում, այսպես ասենք։ Իրանք հասկանում են, որ այս երկրներն են դժվար պայմաններում, ասում են լավ, մենք մեր կողմից չդժվարացնենք։ Հիմա նույն երկրները մեզ օգնում են եւ այլն, բայց երբ որ դու բացայտ հակառուսական ունեք, ել եմ ասում, ոչ մեկ չի ասում կողմ քվեարկի Ռուսաստանին, բայց երբ որ դու դեմ ես քվեարկում Ռուսաստանին, դա արդեն աչք է ծակում, հասկանում եք։ Օրինակ նույն Ադրբեջանը չի ինչ ընդհանրապես քվեարկությանը չմասնակցեց, որ շատ նույն կերպ Արևմուտքից շատ սետ փոխկապակցված են Թուրքիայի հետ փոխկապակցված եւ այլն։ Դա մայմ ասում, դու պետք է ավելի խորամանկ, եթե դու թույլ ես, ռեսուրսները սահմանափակ են, օրինակ հզոր պետությունը իր հզորության հաշվին կարող է թույլ սխալ քաղաքականությունից թույլ տալ, որ վստահ լինել, որ իր ուժի շնորհիվ կարող է նույնիսկ իր այդ սխալ որոշումը առաջ տանել։ Եթե դու ավելի թույլ ես, դու ավելի խորամանկ պետք է լինես, ես եմ ասում, չդառնաս խաղալիք հզորների խաղի մեջ, որտեղ նույնիսկ Ուկրաինայի պետությունը մենք տեսնում ենք, թե ինչ իրավիճակում է հայտնվել, որտեղ
թույլ տվեց իրեն օգտագործել այդ հզոր խաղացողների դեմ պայքարում որպես գործիք։ Վերջին հարցը, վերջի թեման, ինչ եք կարծում, ասում եք, որ ավելի պրոակտիվ կարող են լինել Ուկրաինայի հարցը ավարտելուց եւ այլնից հետո իրենց օգտին։ Իսկ ընդհանրապես ձեր կարծիքով Մոսկվան մտադիր է խառնվելու, ոչ թե խառնվելու Հայաստանի ներքին գործերն, այլ ներքաղաքական կյանքին իշխանություն փոխելու։ Այ ասում են, չէ՞, այդպեսի բան կա, մամուլումը շատ տեխնացու են ունենում, տեխնացու են փնտրում, պահեստային տեխնացուներ եւ այլ, որտեվ հայաստանյան ընդդիմադիր դաշտը անկեղծ լինենք, բացի այն մյուս։ Ես տեսնում եմ, որ շատ ուղղորդված են դեպի ակնհայտ ուղղորդված է դեպի Մոսկվա, ակնհայտ։ Չեն թաքցնում։ Այ Ռուսաստանը։ Ես հարցի պատասխան եւ որպես ՀՀԿ-ակացի եւ որպես փորձագետ, որպես ՀՀԿ-ակացի, ես չեմ կարծում, որ մեր հասարակությունը կամ մեր քաղաքական ուժերը պետք է նայեն, թե ակնկալեն որևէ այլ երկրից օգնություն։ Որտեվ առաջին հերթին մեր համար, եթե որպես քաղաքացի, որպես հասարակության մեր համար կարևորը դու պետք է ինքդ մտածես քո երկրին ինչ է սպասում։ Օրինակ ներկայիս իշխանությունները սխալ քաղաքականություն վարում ոչ թե նույնիսկ որ Ռուսաստանից, Մոսկվայից են կամ Վաշինգտոնից կամ Բրյուսելից են ասում, որ սխալ քաղաքականություն է, այլ դու պետք է հասկանաս, չէ՞, իշխանով է այս քաղաքականությունը համընկնում մեջ այդ, դա որպես քաղաքացի, նա որպես փորձագետ, տեսեք։ Որպես փորձագետ նաև այս հարցին պատասխանը, առանց Ռուսաստանի պես հզոր պետության ազդեցության կարելի է փոխել իշխանություն Հայաստանում, հնարավոր է։ Իմ կարծիքով հնարավոր է։ Բայց այստեղ պետք է շատ ավելի ակտիվ աշխատես, խելացի աշխատես։ Ինչ կապված է այդ Ռուսաստանի միջամտությունը, կարող եմ ասել, որ էլի Հայաստանի թեմայից մի փոքր այն ասենք։ Ռուսաստանում հաճախ փորձագիտական շրջանակներում այդ քննարկումը գնում է, ինչու է արևմուտքը այդպես ակտիվ։ Արևմուտքը հատկապես ԱՄՆ-ն ակտիվ խառնվում այլ նույնիսկ հետխորհրդային երկրների ներքին գործերի մեջ իշխանապողություններ անում, ինչու մենք չենք անում, եւ ստե երկու մոտեցում կա, մեկը որ մենք դեմ ենք, մենք նկատում ենք ռուսական կողմը, որ միջազգային հանրություն մենք հակառակը, մենք միշտ առաջ ենք տանում, որ պետք է չխառնվել ներքին գործերի մեջ, մյուս կողմը ասում է, որ պետք է խառնվել, բայց ստեղ արդեն այլ հաց է գալիս, որ Ռուսաստանի մոտ չկա այդ գործիլակազմը, որով կարող է, օրինակ ԱՄՆ-ն հստակ այդ մեխանիզմներ ունի, ոնց է ազդում հասարակական կարծիքի վրա, երբ որ պետք է մարդկանց փողոց անում տարբեր կազմակերպություններ։ Ռուսաստանը չի կարող անել։ Դե չունի այդ ռեսուրսը։ Հիմա տեսեք նույն Մոլդովայում այլ երկրներում ունի այդ ռեսուրսը։ Կամ Ուկրաինայում կարողացավ, հիմա ամենակարևոր երկրում կարողացավ դրան հասնել։ Ոչ։ Բելորուսի հետ հարաբերությունում կարողանում է, տեսեք, եթե չլիներ 2020 թվականի այդ արևմուտքի այդ սխալ հաշվարկը, որ վсё Լուկաշենկոն դատապարտված է, եկեք միանգամից արագ հասնենք մեր երազած նպատակին, Լուկաշենկոն հաճախ հիշում եք ինչ կոնֆլիկտներ ուներ Մոսկվայի հետ։ Նույն արևմուտքը հիմա գցեց Բելարուսին մի իրավիճակում, որտեղ նա միայն Ռուսաստանի հույսին է։ Դա մայմ ասում, բայց Ռուսաստանը չէր կարողանում, չէ՞, ներսից փոխել, ունենալով հսկայական ազդեցություն Բելարուսի վրա, Բելարուսի տնտեսության վրա եւ այլն։ Դա մեծ շատ բարդ հարց է, որում Ռուսաստանում ձեզ կարող եմ ասել, այդ հարցի շուրջ քննարկումներ գնում են, չկապվել է ուղղակի Հայաստան, ընդհանրապես, թե ոնց կարող են իրենք գործել։ Օրինակ տեսեք Աֆրիկայում նրանց մոտ դա ավելի հաջող է ստացվում։ Անվտանգային ոլորտում ծառայություններ մատուցելով եւ այլն, մենք տեսանք, որ փաստացի նրանք կարողացան Ֆրանսիային մի շարքի համար ավանդական ազատության գոտի հանձնել։ Բայց ուժային մի տեսակ ոչ թե ցույցերով, փողոցով եւ այլն։ Այո, այնտեղ տարբեր Սա ուժային, հա։ Ուժ եղավ, բայց կարողացան, բայց այստեղ այդ գործիքը չի աշխատում։ Մը գալիս են դա էլ մշտական հարցից է ռուսական, ինչպես ավելի ակտիվ օրինակ ինֆորմացիոն դաշտում աշխատել։ Նրանք էլ են ընդունում, որ շատ բաց թողումներ ունեն, փորձում են աշխատել, բայց այդտեղ արդեն իր սպეციფիկան կա, դե լրիվ առանձին քննարկման թեմա դա։ Այսինքն կանեք դաբրոին սпасելը Հայաստանի քաղաքական ուժերի կողմից հերուն տանող բան չէ, ճիշտ եմ հասկանում, Կրեմլը ում կտա դաբրոն, հայ ներքաղաքական ուժերը մեր ընդդիմադիր ուժերը իրենք պետք է իրենց օրակարգը առաջ տանելու, փաստի առաջ կանգնեցնելու Մոսկվայի։ Եթե դու սпасես Մոսկվան երբ դաբրո կտա եւ այլն, ես գտնում եմ դա սխալ է առաջին հետին, բայց երկրորդն էլ, եթե նույնիսկ ընդունենք այդ բարոյական կողմը մի կողմ դնենք, որտեղ քաղաքականությունը շատ հեռու է բարոյական եւ այլն։ Հասկանում եք, Ռուսաստանը շատ սպეციფիկ երկիր է, նա դարևորոշումներ ընդունում եւ այլն։ Դա էլ եմ ասում, դու պետք է քո օրակարգով առաջ գնաս, ես կարող եմ վստահեցնեմ, որ իշխանապողության դեպքում, եթե գան ավելի adekvat, Հայաստանի ցանկացած միշտ նշում եմ, որ նույնիսկ ոչ ռուսամետ լինելով, եթե դու առաջնորդում ես Հայաստանի շահերով, դա քեզ պարտադրել է ունենալ լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Դա արդեն օգուտ է հայ-ռուսական հարաբերություններին։ Փաշինյանի հետ հաշվի նստեցին ի դեպ 18 թվին ինչ արեցին։ Որը մեկը այո,
հիշում եք, չէ՞, որ բայց շնորհիվ լավ էլ հիշում եք, չէ՞, ինչ ուժեր էին կանգնած Փաշինյանը, ինչ են ամբողջ իր քաղաքական կարիերայի ընթացքում արկել։ Մոսկվան ինչ էր ասում, Հայաստանի ներքին գործներ։ Այո, դուք ընտրել եք այսպեսի, մենք պատրաստ ենք համագործակցել։ Դա համար ել եմ ասում, պետք չէ սпасել այդ դաբրոյին եւ այլն, այլ պետք է առաջնորդվել մեր օրակարգով եւ առաջնորդվել մեր երկրիշահերով։ Շատ շնորհակալ եմ։ Հիշեցնեմ այսօր Կիզակետում Հայկ Խալացյանն էր, Կիզակետի թողարկումներն շատ էլ տեսանյութ է դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք։